Բարև բոլորին, այսօր խաղալու ենք Subtransit Drive, ուզում եմ հիմիկվանից ծանոթացնեմ, այսպես ասած գնացքի կառավարելուն, սա նամիրնոյ գնացքն է, 81717.5 գնացքը, այս կարմիր բանը, որ հիմա ես այն շարժում եմ, կոչվում է կրան, իսկ այս մի բանը, հիմա որ այսինց վերև է, մի վարկեն, այսա կոչվում է դիվերս, սա կոչվում է դիվերս, որով կարողանում ենք կառավարել այսպես ասած գնացքի շարժը, եթե ինչպես տեսնում եք հիմա ներքև է, ուրեմն գնացքը շարժվելու է դեպի առաջ, եթե լինի մեջտեղում, ուրեմն գնացքը այսպես ասած նիտրալի վրա դրած, եթե հանենք վերև, ինքը հետ է գնալու, հիմա ուզում եմ ձեզ ծանոթացնեմ սիգնալի հետ, Սիգնալը այստեղ ինչպես տեսնում եք, ես իմ ոտի տակի այսպես ասած պեդալն է, նայեք, պեդալի վրա կա այսպես ասած մեծ կնոպկա, կնոպկայով է սիգնալը, ուրեմն դռների բացելն ու փակելը, նախ սկսենք այստեղից, որ այս ճտիկը ինֆորմատոր, կոչվում է ինֆորմատորը այն բանն է, որ ասում է օրինակ զգուշացեք դռները փակվում է, հաջորդ կայարանը օրինակ հանրապետության հրապարակ, սա սպիտակը դռների բացիչն է, այսպես ասած նայեք, սխում ենք վերև ու երկար ներողություն ժողովուրդ ջան, ուղղակի մատս կպավ դիսպեչերն կանչեցի, սա կոչվում է արագաչափ, հիմա այստեղ տրված է, որ 40-ից ավել չպետք է քշենք, այսինքն եթե այստեղ տված է 40, 40-ից ավել չպետք է քշենք, տված է 80, 80 պետք է քշենք, այդպես, անցանք դռներին, այս սպիտակ բանը հիմա ներքևն է իջած, նայեք, բացելու համար պետք է հանենք վերև ու սխմած պայենք տակի կնոպկան, նայեք, կարող ենք փակել, որովհետև մեզ հիմա սա պետք չի, նայեք, այսա կոչվում է կոնտրոլոր, սրանով գնացքը կառավարվում է տորմուզ և արագություն, այսինքն այսպես հավաքում է արագություն, իսկ այսպես տորմուզ, իսկ հիմա արդեն մասնավոր ձեզ ծանոթացրեցի, եկեք արդեն շարժում ենք դեպի կայարան, նշեմ, որ հիմա մենք տուպիկում ենք, տեսեք արդեն կամաց հասնում ենք 40, տեսեք 40-ը հատելու դեպքում ինքը տենց ձեն է հանում ու ավտոմատ գնացքը կամացացնում է, մի քանի վայրկյանից արդեն կթողի գնացքը վարենք 60 արագությամբ, ուղղակի չգիտեմ ես ինչի եմ սենց դանդաղ գնում, ներողություն եմ խնդրում, որովհետև մի փոքր կախում եմ, մեկ, արդեն 60 եմ, կարող ենք շարժվել 60, արդեն տեսեք ենա կայարանը, ինչպես կատարել տորմուզ, արդեն այսպես ստեղվեք, ինչքան լիքը մարդ կա, այստեղ, հիմա ու
գնացքի արագությունը գցում ենք այսպես ասած 0-ի տակ։ Չգիտեմ ինչի գնացքը կանգներ ժամանակից շուտ, նայեք այս սպիտակ նշանի մոտ պետքա կանգներ, այն սև ու սպիտակի։ Բայց ոչինչ, նայեք։ Ինչ անել, եթե պետքա բացենք այս մի դուռը, նայեք ուրեմն։ Էլի ճտոսում ենք այս սպիտակը ու այդ կնոպկայի կողքը տումբլեր ճտոսում ենք այսինց վերև։ Այնուհետև բացում ենք սա։ Սխում ենք դրա վրա։ Информатором. Осторожно, двери закрываются. Следующая станция արդեն մենք տուպիկից նոր ենք եկել, բայց արդեն նայեք, այս ընթացքում, որ ես ես բացատրում էի, ինչքան մարդ է հավաքվել։ Уважаемые пассажиры, будьте внимательны и осторожны при выходе из вагона. Նայում ենք, որպեսզի հանկարծ մարդկանց չթողենք դրան տակ ու հետևում ենք, որ բոլորը անպայման նստեն։ Ով կցանկանա էլի, ինչ չի թվում, որ եկեք մի հատ նայենք։ Հələ նայեք ինչ խոսքոց կա։ Հետևենք եկեք տենանք մարդիկ երբ են նստելու։ Ճիշտ կարան նստեն։ Ինչպես հասկանում ենք, բոլորը չեն կարող նստել։ Դրա համար եկեք սահմանափակվենք այսքանով։ 1365 հոգի գնացինք։ Սպասում ենք այստեղ ճտոցա սենց գալու ու այստեղ վերևում տալիս է վերի բառը կանաչով։ Երբ որ տալիս է արդեն կարող ենք այսպես գցել երեքի վրա եւ շարժվել։ Արագությունը տրված է, որ մենք ես հիմա պետքա քշեմ 80, բայց մենք գնում ենք 56, պետքա արագացնենք, արդեն երբ որ այսքան արագություն ենք բացում ու նայեք, այստեղ տալիս է, որ սկա պետքա ճիշտ իջնում ենք ներքև։ Կարող եք թողել գնացքի 0-ի տակ ու գնացքը տեսեք ինքը իրան արագություն էր հավաքում, բայց երբ որ ես 80-ը հատեի, գալու էր տհաճ ձայն ու գնացքը ավտոմատ կամացանալու էր։ Հիմա արդեն մենք կամաց պետքա կներեք կախում եմ մի փոքր, պետքա 80-ը մի քիչ հետո պետքա դառնա 70։ Դրա համար մենք արդեն պատրաստվում ենք։ Հասնում ենք կայրան, տեսեք տեսա։ Всё։ Վայաստված ահա որա։ Станция Марксистская. Переход на станцию Таганская кольцевой линии и станцию Таганская Таганско-Краснопресненской линии. This is Markсистская. Այս մեկն արդեն ավելի նորմալ եղավ։ О подозрительных предметах сообщайте. Ուղղակի այս մարդու գլուխը փակում, աչում կանտել եմ։ Ցավոք, չէ, լիքը իջնողը մարդ ունենք։
լիքը մարդ իջավ, բայց ավելի շատ շատացան։ Եկեք մի հատ արդեն հայտարարություն տանք։ Осторожно, двери закрываются. Следующая станция – площадь Ильича. The next station is Ploshchad Ilyich. Всё, քանի որ էլ նստելու տեղ չկա, եկեք փակենք դուռը։ Անպայման սպասում ենք, որ ճտոց ելնի, ահա, всё, կարող ենք շարժվել։ Դեռ իրավունք ունենք քշելու 40 տակ։ Արդեն 70։ Ասեմ, որ ովքեր ցանկանում են մետրոյի լավ խաղ, որ լինի համ լավ գրաֆիկայով, ամեն ինչ տեղում այս խաղը ես ձեզ խորհուրդ եմ տալիս, կա նաև App Store-ում եւ Play Market-ում, անունը Sutransi Drive-ը, ինչպես նշեցի, այստեղ նայեք ինչ կարող անենք մեկ։ Բայց ես չեմ սիրում, որովհետև ձեները ուժեղանում են, նայեք, այստեղ նստարան է կա, իրականում է կա, այստեղ էլ նստարան կա, բայց հիմա ամեն ինչը շատ նման է, միակ բանը, որ այստեղ նման չի, Հայաստանում այս մասում բան չկա, Հայաստանի գնացքում այս մասը դատարկ կա, Գնացքն արդեն 46-ի տակ է, բայց մենք պետք է գնենք, ավելի ճիշտ ոչ թե գնանք, այլ պետք է սլանենք 80-ի տակ։ Դրա համար հիմա արագացնում ենք։ Քանի որ բարձրանում ենք վերև, ոչ թե արդեն ներքև ենք իջնում, գա արագություն մի քիչ դանդաղ է հավաքում։ Հաճախ մետրոյից օգտվողներս ձեները լսած կլինեն, տեսեք, արագությունը սահմանել է։ Ու այդ ձեները, որ գալիս էր այդ բանը, ոնց հասկացաք ինք թեքվելու, այսպես ասած, թեքվելու ճանապարհին էր, այդ ժամանակ ալին։ Станция Площадь Ильича. Переход на станцию Ильича и выход к железнодорожной платформе Серп и Молот. Наземный переход на станцию Москва-Товарная. Второй диаметр. This is Ploshchad Ilyich. Change here for Rimsky Չգիտես ինչի ահա որ ձևի առաջ գնացին։ Բացենք դռները։ Չգիտեմ ինչի կարող նայեք։ Կարմիրով նշվածը մեր կայարանն է, իսկ մնացած կայարաններին դեռ չենք հասել։ Մենք դեռ պետք է գնանք ավիամատորները, շոսե ինտուզիաստով, Պերովը, Նավագիրևը, Նավակասինվը։ Շատ ահավոր, երևի մի բանից շատ ահավոր ձևի կախում է, բայց չգիտեմ, եկեք տանք հայտարարությունը։ Осторожно, двери закрываются. Следующая станция Նստող չկա։ авиамоторная. The next Մի քանի station օքի is պակասեցին, մի Aviamator. քանի օքի լավելացան։
Всё, եկեք շարժում ենք։ Վայ։ Դեռ չելս է ճտոցը, всё, արդեն կարող ենք գնանք։ Այս մասը թողում ենք այսպես կռանը մի փոքր ծանր գնացքը ու արդեն հանում ենք բարձրի վրա, որ կարողանա գնացքն ավելի արագ ստանալ։ Կռանը էսա։ Առաջինն ամենաթողմը գնացքը ամենաարագ գնա։ Բայց երբ որ զգում ենք, որ արդեն շատ բան է, բայց քանի որ երբ որ արդեն հասնում ենք մեր արագությանը, ու չգիտես, կամ պետք է արագություն հավաքես կամ տորմուզ, ուղղակի պետք է դնենք այսպես 0-ի տակ։ Հիմա տեսեք կամ անցացանք, բայց մենք պետք է արագ լինենք, դրա համար արագություն ենք հավաքում։ Տեսեք, ես այդքան level չունեմ, որ բան անեմ, կնոպկեք կամ, որ ինձ չի թողում կպնեմ, որովհետև բան եմ, ես այդ level-ների չկամ։ Ես նրանք մոռացել ենք միացնենք։ Ժամանակ նորություն եմ ես մի փոքր սխալ ասեցի, ոչ թե ձենը այդ ձենը ոչ թե մենակ այսպես ասած թեքվելու ժամանակ է գալի, այլ ընդհանրապես ինքը գալիս է մեկ-մեկ, բայց հիմնականում թեքվելու ժամանակ։ Չգիտեմ, կերեված ձեր մոթեի չէ, բայց արդեն տեսեք, քիչ մնաց կայարանին։ Այստեղ, երբ որ արդեն 10-րդ level եք հասնում, ես արդեն 10-րդ level կամ կարող եք վերցնել այս գնացքը։ Այս գնացքի ժամանակ ինքը շատ բան գնացք էր, անպայման պետք է դանատանենք, որ առնենք, բայց հիմա update-ներից հետո Transit Drive-ը արդեն թողել է, որ 5-րդ level հասնելու դեպքում արդեն կարող ենք վերցնել այս գնացքը։ Այսինքն հենց հասանք 5-րդ level, միանգամից կարող ենք վերցնել։ Նշեմ, որ 5-րդ level մենք կարանք հասնենք ընդհանրապես մի հատ այն նոր գնացքով։ Այո, դուք ճիշտ լսեցիք, նոր գնացքը անվճար է, իսկ այսինքն ու լավ գնացքները վճարովի են։ Տեսեք, այս անգամ իդեալնի կանգնեցին։ Չգիտես, որ դռները չեմ կարող բացվեն։ Ժողովուրդ, չգիտեմ ինչու, բայց մի բանից կախում է շատ։ Վայ ժողովուրդ, մոտս կպել է փակել են դռները։ Հալա։ Следующая станция – шоссе энтузиастов. Նայեք, այս մարդը ունենց է անում, որ ինքը գնացքի մեջ մտնի, բայց չգիտեմ։ Սիգնալը մի քիչ տարօրինակ է, համաձայն եմ։ Уважаемые пассажиры, в
вагоне поезда держитесь за поручни. Մյուս տուպիկին դեռ 3 կայարան ունենք, տեսեք արդեն այստեղ սպուսկա։ Դրա համար գնացքն արդեն պետք է մի քիչ ծանրացնենք։ Նշեմ, որ այստեղ կա նաև ընկերներով խաղալու տարբերակ, այնպես որ եթե իմ խորհրդով ինչ-որ մեկը այս խաղը քաշի հեռախոսում, կարա ինձ մոտ կոմենտ գրի, ասի իր անունը, ես իրան դրուզիա տամ ու մի օր երբ որ ես արդեն կհատեմ 50 բաժանորդը, դեռ չկա, ինչպես տեսնում եք, 50 բաժանորդը կհատեմ, այդ ժամանակ արդեն կլինեն լայվեր, այսինքն մի քանի հոգով կգտնենք, օրինակ տենց կզանգենք իրար, երևի, օրինակի համար էլի, ու լայվեր կանենք, կամ ես կսարքեմ ինչ-որ private server, այս բանում խաղում, կամ մենք ինչ-որ սերվեր կմտնենք, նշեմ, բայց ուզում եմ նշել, որ սովորական այդ բան, multiplayer սերվերներում չեն կարա էլի, ոնց որ հիմիստ է, ես ձեզ կանգնել էի տուպիկում բացատրեի, այդ չի կարա տենց ըննի, քանի որ ընդե արդեն ամեն ինչ գրաֆիկով է, այսինքն օրինակ եթե մի րոպե ուշ հասար կայարան, դու գրաֆիկը խախտում ես, ինչը նշանակում է, որ քեզ պետք է հանեն ու այդ բանից, այդ սերվերից հանեն քեզ, ու ընդհանրապես հանեն, որ մտնես ուրիշ սերվեր, ինչպես տեսնում եք հասնում ենք արդեն, մի փոքր ճիշտ է, արդեն հասնում ենք, բայց մի փոքր արագություն հավաքեմ, որ կարողանամ նորմալ կանգնեմ, տարունակահնչում, բայց ոչինչ, չգիտեմ ինչի մի փոքր ես նման ասում եմ բան կայարանին, գարեգին նժդե, այս կայարանը, Наземный переход на станцию շատ հեռու կանգնեցինք, This is Chaussée Enthusiaste. Change here. The Moscow Central Circle. նայք, ես չեմ սիրում, որ գնացքը չգիտես ինչի, ավտոմատ ավելի շուտ է կանգնում, ստիպված եմ էքսլիմի տորմուզ տալ, որ կարողանա նորմալ կանգնի, էլի, վայ, ահա որ վիճակ, նայք, որ ուշադիր նայք կզգա գնացքը լիքը մարդկանցից ճոճվում է, այստեղ նայք, դաժ նույնիսկ էդ կա, նայք, մի վարկյան սենց, արդեն ինձ թվում է տանք հայտարարությունը, որ դռները փակում ենք, Осторожно, двери закрываются. Следующая станция նայք, որ հանկարծ մարդ Перово. չթողենք The դռների next տակ, station is Perova. Уважаемые մարդու пассажиры, կախել է будьте երևի, взаимно вежливы. Уступайте места Ինձ որ инвалидам, կարող пожилым հանգիստ людям, փակենք, пассажирам с детьми и беременным женщинам. Всё, կարող ենք շարժվել, ինչպես նշեցի, թողում են գնացքը մի փոքր ծանր գնա, ու всё, տեսեք, այս ստրելկաները պետք է այսին 0-ի տակ անցնենք, всё, արդեն կարող ենք ստրելկայից հելել ենք, անցել ենք, որտեղ կարող ենք արագացնենք, չգիտեմ, թե այստեղ 0.4 է գրը, ինչի վատ է, նշեմ, որ մեկ-մեկ հնարավոր է խաղը ավտոմատ դիսպեչերին կանչի, այնպես որ
Քանի որ դիսպեչերը ու այս մեքենավարի խոսակցությունը ուժեղ է, ես երբ որ իրանց խոսակցությունը սկսվում է, ստոպ եմ տալիս։ Այսինքն սպասում եմ իրանք խոսան, բրծնեն վիդեոն ստոպից հանում եմ։ Արդեն քիչ մնաց, եթե 70-ագիր է, ուրեմն քիչ է մնացել, շուտով կհասնենք երևին։ Ստեղի լույսերը լավ չի աշխատում, չգիտես ինչի։ Ներողություն։ Գնացքը չգիտենք ինչի կանգնեց։ Ես արագացնում եմ։ Այս գնացքը, որ մենք քշում ենք, ավելի ճիշտ որից քշում են, սա 8 վագոնանոց է, 8 վագոնանոց գնացքը ինքը։ Բայց գիտեք չէ, առաջ Հայաստանում այս գնացքներից են երբ որ եղել, հիմա մի հատ է սրանից Հայաստանում, այս գնացքներից երբ որ լիքն է եղել, ինքը եղել է 4-5 վագոնանոց, 4-5-6, իսկ հիմա 2-ից 3 վագոնանոց, այն ժամանակ, որովհետև այսպես ասած շատ պիկ էր սենց, դրա համար իրանք 2-ից 6 վագոն էին դնում։ Իսկ Չարբախն առաջ եղել է էլի սրանցից 2 վագոն։ Իսկ հիմա մի վագոնանոց։ Այս կայարանը շատ շենգավիթին է նման։ Ահա որ խայտարակ վիճակ է։ Տեսեք։ Նայեք, ճոճվում է գնացքը։ Բա։ Արդեն տանք հայտարարությունը, որից հետո փակենք։ Осторожно, двери закрываются. Следующая станция Новогиреево. The next station is Novogireyevo. Մի բան եմ ասում, ինչ չքննեք սրա համար։ Իմ համար այս խաղը մետրոստրոյից լավ խաղ է։
Վերջը համ չգիտես հենց ինձ կանգնեմ, նենց են կանգնեմ ոնց որ նկարում են։ Всё։ Արդեն գնում ենք նախավերջին կայարան։ Մեր ամբողջական վիդեոն ստացվեց հիմա 30 րոպե է։ Իշիթ եմ, բայց որ լիքը մարդիկ կարան տենց հավես անեն, մարդկանց կեսը։ Հիմա մենք գնում ենք Նավագիրիևը, որից հետո արդեն կգնանք Նավակասինա, ինչից հետո արդեն գնում ենք էլի տուպիկ։ Տուպիկում ես արդեն ձեզ ստեսություն կասեմ, որովհետև վիդեոն ինքը շատ երկար եղավ։ Եթե ունենայինք օրինակ 50 բաժանորդ, ես կարայի լինեի լայվում, այսինքն լայվով խաղայինք, որ ինձ երկար չթվար։ Չգիտեմ, բայց չգիտես ինչի հալավ։ Ուզում եմ ասի շատ անձայնա, նույն պահին խփեց, ես դամփով։ Ստաց կայրան հասանք արդեն։ Բարոնակ թված է ու։ Սա մի բան ասեմ չեք հավատա, բայց կայրան հասանք։ Այս խա ժամանակ սխմեցին։ This is Novogireyevo. Выход с станции Новогиреево. Հասանք կայարան։ Ինձ թվում է ազատվեց գնացքը մի քիչ։ Հա, մի փոքր ազատվել է։ Արդեն կարանք տանք հայտարարությունները։ Осторожно, двери закрываются. Նայենք դրան տակ Следующая մարդ չթողենք։ Новокасино. The next station is Новокасино. Уважаемые пассажиры, в вагоне поезда держитесь за поручни. Գնացքը որոշելա չգնամ։ Լավ։ Տեսեք, ստեղ էլ է տուպիկ, բայց մերը արդեն նայեք, հասնում ենք վերջին կայարան։ Իմ գնացքի համարը 2472-ն է։ Զարմանալիորեն չգիտես ինչի դիսպեչերը մի քանի անգամ է արժիշտ դիսպեչերը մի քանի անգամ է կանչեմ։ Գիտեմ ինչի գնացքը հաուզևի աչ ձախ է լինում։ Ու այն սովորական չէ, ինքը նայեք մի հատ Զսպանակի պես ինձ թրվռում է։ Ու զսպանակը չթրվռում է, ինձ ճոճում է։ Ինձ ասեց։ Ճիշտ է, ժողովուրդ ջան, վիդեոն շատ երկար ստացվեց, բայց ինձ թվում է, որ արժեր։ Մի հատ էս ինձ մթությունով, չէ,
Ահա որ ասենց գոնե մի հատ սենց։ Այսինքն ընտիրա։ Ես նայք սենց ընդհանրապես բան չի երևում։ Սենց անում ենք նայք սենց անում ենք քիչ է դեմները սերվում, բայց որ սենց ենք անում, մի քիչ հեռու էլ դեմները սերվում է, որ արդեն կայրան է։ Եվ եթե դուք նկատեցիք կայրաններ հասնելուց ես լույսերն անջատում եմ, ինչը որ անում եմ իրականում էլ։ Ու պատակ ենք պահվել իմացած։ Ու նշեմ, որ այս խաղում դիժուրնի կա մենակ վերջին կայրանում, որ հեսա գնում ենք, այս նավակասինոյու նկատի ունեմ այս կայրանը, որտեղ որ գնում ենք։ Կներեք, բայց աններ այդքան լավ չեմ կարող տամ, նավակասինո։ Հիմա գնում ենք ու այստեղ որտեղ որ արագությունը գրվում է, այստեղ չէ էլի, այս որտեղ որ գրած է դվերի տորմուզի կողքին։ Այդ դրա տակ արդեն բան է։ Այդ դրա տակ ատալու բանը։ Դիժուրին այդ նշանը, ինչպես տեսնում եք, հասում ենք արդեն կայարան։ Մի քիչ թափ է կարելի հավաքել, շատ քիչ։ Բայց չգիտեսի կամացած է գնացքը։ Всё. Նայեք, հենց մտնում ենք կայարան, այդտեղ արդեն էսա, տեսեք, դիժուրին իր այդ հետո ցույց կարմիր նշան։ Անգնեմ, երբ ես մի բան նայեք, ժողովուրդ, այս կողքը հնի, որ այսքան տեսնում եք, նայեք, հիմա ես գնում եմ տուտիկ ու թեքվեմ, պտտվեմ։ Ու պետք է ես հետ գամ ու էլի այսքան մարդ նստի։ Տեսեք, այստեղ դիժուրնի չկա։ Եկեք տեսնենք ինչքան մարդ է հելում էլի։ Այս գնացքին ուղղակի հերոսի մեդալ է պետք տալ, որ այսքան մարդու ինքը դիմացել է։ Այս մեր դիմացի կին է ուրա գնում։ Всё, Երբ որ տալիս են արդեն դիժուրները այս ազդանշանը, սպիտակ մեջտեղն է սև, կետիկ, մենք արդեն կարանք շարժվենք։ Դրնելը փակելուց հետո ինքը տալիս է շարժվելու իրավունք։ Всё. Всё. Շարժվեցինք, իսկ այս մարդիկ, որ իմ գնացքում էին, դեռ հելնում են։ Всё. Այստեղ արդեն 40-ից ավել իրավունք չունենք քշենք։ Այս մի տուպիկն է, այսպես է։ Հայաստանում երկու տուպիկներն է սենց են։ Ու հենց այս սենց նայք, այսինք թեք ուրիշ երկրներում օրինակ սենց ուղիղ է, իսկ այստեղ տեսեք սենց թեքած է, այսինքն կլորավուն է էլ ինքը մի քիչ։ Всё, կանգնենք արդեն կաբինաս փոխեմ ձեզ տեսություն ասեմ։ Այ, դեռ շատ ունենք կանգնելու։ Օրենքով նայեք, մենք այստեղ պետք է կանգնենք, այստեղ։ Всё, շատ ճիշտ տեղը կանգնեցինք։
Всё. Նայեք, այնուհետև պետք է դնենք այսինքն 0-ի վրա, F-տառը սխմենք ու всё. Տեսեք։ Всё. Շնորհակալություն ձեզ դիտելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ սեղմեք զանգակին։ Շնորհակալություն։